Ողջույն, սիրել հետևորդներ ջան, այսօր աշնանային եղանակը շատ հրաշալի է, կարելի ասել եղանակը իմ կողմից է, նստել եմ ձեր սիրելի սպասված վայրում, քոթուկների մոտ, ծաղիկներով շրջապատված և այդ էլ հերիք չէ, ձեր համար անակնկալ ունեմ, դա թևս է ինձ համար սուրճի սեղան բացել, այսօր մամայի վլոգը միասին կվարենք, մամային իմ կոֆեից եմ խմացնում, ապրի աղջիկը, ես վերջին շրջանում չեմ կարողանում սովորական սուրճ խմել, միայն լուծվող եմ սիրում, ու այսօր մամային էլ իմ սուրճից խմացնենք, մի պահ գործս ընդհատեմ, մկրատն եմ վերցրել, այս փոշիները վերցնելու շորը, որ ծաղկամաններս մաքրեմ, ծաղիկներս էլ զգուշորեն սուր մկրատով կտրեմ։ Բայց քո ծաղիկներից հետ չենք ասի, որ արդեն վաղուց համար չի։ Հա, են էլ են դեպքում, որ այդքան կարկուտի տակ ընկան։ Դե փրկել էիր։ Փրկեցի։ Զանգակս է շատ առույգացել, բայց մեկը ծաղկել է արդեն, հեսա, փոքրիկը։ Այս ինչ լավ բուրեց այս կոֆեն։ Հա։ Դե ես սովոր եմ իմ դարսև կոֆեին։ Մամ, ես մի հատ առաջարկ ունեմ։ Ինչ։ Արիսաթենին մարտահրավեր նետենք։ Հա, դավայ։ Հարգելի քույրիկ, հիմա ես ու մաման միասին կնայենք իմ մանկության նկարները, իսկ ես քեզ կառաջարկեմ Մոսկվա-Երևան հիանալի թռիչքներ, որ գաս եւ մամայի հետ դու էլ քո մանկության նկարները նայես։ Ջան, ուրա։ Ես գնացի ալբոմները բերեմ։ Մինչև Տաթևը կգնա այդ նկարները կբերի մեր մոտ, սիրելի հետևորդներ ջան, ես էլ մի քիչ խոսեմ ձեր հետ, ասեմ, որ այստեղ ես սպասում եմ երեկվա կատարած վլոգի տեղադրման պահին, կարելի ասել րոպեներն եմ հաշվում և այս պահին Տաթևի հեռախոսով ենք նկարահանումները կատարում, որը ավելի հզոր է և ավելի սիրուն կադրեր կստեղծի մեր համար։ Ահա, Տաթևս եկավ և արդեն զրույցը կշարունակի Տաթևը։ Մի հատ հետաքրքիր փաստ։ Սա քուրիկիս ալբոմն է։ Սա էլ է քուրիկիս ալբոմը, փոքր, ամեստ։ Սա եղբորս ալբոմն է։ Եվ ուշադրություն տան փոքրի ալբոմը։ Դե փոքրերին ընդհանրապես բոլորն էլ մի ուրիշ ձևի են, չէ՞, սիրում։ Երես առած ենք։ Մի փոքր։ Փոքրերին ամենաշատն են երես տալի։ Այստեղ այն նկարներն են, որ սկսած առաջի օրվանից, այ այստեղ ես մեկը, կանգուր մազերով, ես ուրախ եմ, որ կանգուրներս չեն մեկ ամսական հետևին գրած է, ում ձեռագրով, ես եմ գրել, կոֆեն համով է, էսա փորձ եմ, արի եսպես անենք, ես սառն եմ սիրում, հետարքիր համ, դե ճիշտ է ես իմ տառը աղովիսեք կոֆեին եմ սովոր, բայց սա էլ է լավը, պապուչները, թվերի պապուչները, տակին ինչա գրած, ես եմ, էտ են տարիքին ագրել, եվ որ արդեն տառերը նոր սովորել էր, ու հերթով իր նկարների տակ մակագրություններ էր թողնում, լավ սաթենից նկար եմ ցույց տալիս, բայց ինձ հետ, այդտեղ 40 օրականդ լավ չի լրացել։ Ինչին մեր բանձիկները մեր գլխից մեծ։ Այդ թվերի բանձիկները մեծ էին։ Բայց մեկը։ Ես ու աղբերս։ Այդ աջալները այդ թվերին ամենառաջ մենք ունեինք, այդ որ նոր էր դուրս եկել, ոյ, այստեղ ավելի հրաշալի նկարներ, ծաղիկների մեջ, սարերի գրկում։ Սաթենի պրիչոսկան լավն է։ Սաթենը դեղ 8 տարեկան է, չէ, որքան հիշում եմ։ Մամ, մեր տարբերությունը 8 տարի է։ Հա։ Իդեպ մաման, պապան ինձ ամեն տարի իմ ծննդյան օրը հարցնում են, քանի տարեկան դարձար։
Քանի որ դու մեր համար միշտ մեր փոքր բալիկն ես։ Ստեղ ես Սոֆիային եմ նման, կամ Սոֆիան է ինձ նման, ուղղակի ես նկարով դա ավելի լավ է երևում։ Էդ էլ է Սարի նկար, սիրելի հետևորդներ ջան, Սարերում նկարված։ Ծաղիկների դաշտում։ Ես ցույց տամ։ Ցույց տուր, ինչու՞ չէ, բոլորը արժանի են ցույց տալու։ Ես մաման Սաթենը։ Սարում։ Ստեղ համ ես եմ խուճուճ, համ մաման։ Հա։ Դե ես ասել եմ, որ իմ մազերը խուճուճ է, գանգուր։ Այս։ Ցույց տանք Սաթեի նկարները։ Դե ցույց տանք, որ ինքը ջիջի լինի։ Որոշ, բայց իսպասի իմ սիրած նկարը ցույց տամ։ Ցենց խտիկ տանք էլի, որ Ծաղկե փունջը, ջուրը, շորիկը։ Սարերի քչքչան արվակները կարոտեցինք։ Հա, Սաթեն ջան։ Ես տես, տոմսերը Արի, արի։ Այստեղ ես ու պապաս ենք։ Ես պապայի աղջիկն եմ, էլի։ Գերմանական տիկնիկ։ Այս նկարին միշտ ասում ենք գերմանական տիկնիկ։ Սա մեր հրաշք եռյակն է։ Էլի Սարերի գրկում, ծաղիկների դաշտում։ Բայց տեղի պապայից չեք նկարել։ Որովհետև պապան է մեզ նկարում։ Հա, բայց պապան ընտիր նկար է արել։ Դերերով փոխվում ենք, էլի։ Ես գնահատում եմ պապայի տաղանդը։ Իմ աշակերտն է, որովհետև ես եմ ասել այդպես։ Թե ոնց բռնի, ինչ անի, մի խոսքով ես նաև սիրել հետևորդներ ջան, մի փոքր ասեմ իմ մանկության տարիների երազանքի մասին, միշտ երազել եմ, որ լուսանկարիչ դառնամ, բայց հետո դե գիտեք, մանկության տարիների երազանքները միշտ փոփոխական են լինում, փոփոխվում են։ Բայց դու էլի լուսանկարիչ ես։ Բայց հիմա ուտես, որ էլի։ Վիդեո Ահա։ դաշտում։ Ես ու աղբերս Բանանի բանանի ծառ են սարքել ինձ համար։ Բանանի ծառը սարում։ Բայց ասա, որ լավ է սենց թղթի նկարները։ Օրինակ ես որոշել եմ իմ հեռախոսի են սիրուն նկարները գնամ հանեմ ու անգամ ալբոմ եմ ընտրել իհարկե Wildberries-ից։ Այստեղ նաև մեր ընտանեկան շունիկն է։ Ես իրան սենց շատ քիչ եմ հիշում։ Շատ աղոտ եմ հիշում, բայց մերոնք ենքան են պատմել, որ ես այդ շան բնավորությունը անգամ պատկերացնում եմ։ Իսկական ընտանեկան շան կերպար։ Իսկ ուր կորավ մեր այդ շունը, գողացան Սարի ճանապարհից, երբ որ արդեն Սարից գալիս ենք։ Հեսա, ստեղ Գևոն չկա, ստեղ պապան է, ստեղ Գևոնն է նկարել։ Այդտեղ էլ դերերով փոխվել ենք էլի։ Բայց պապայի նկարած ավելի լավն էր։ Դե այդտեղ Գևոն էլ 12 տարեկան։ Պապ, մամա։ Ցիլոն։ Ստեղ ոնց որ ոտերը սավձել կար։ Դե ասում եմ, էլի գերմանական տիկնիկ մեր։ Բանանի ծառով։ Սաթեն, քո մանկության ողջ գաղտնիքները բացահայտված են։ Այ այդպես կբացահայտենք։ Լավ հիշողություններ։ Հա, Երանի այդ տարիները երեխեքս մոտս էին։ Էսի մի տարեկանն է։ Մամ խես էստեղ 10 հատ տորտ թխել։ Ես կասեի լավ էլ։ Հյուրեր ունեինք։ Այդ ամեն այդ առաջի մի տարեկանը նշելու ժամանակ ամեն բան մեր աշխատանքով էինք արել։ Իմ ալբոմում չէր կարա իմ տատիկի նկարը չլիներ։ Այդտեղ ինչ եք տեսել։ Ես էլի ցույց տամ Սաթենի նկարը։ Ասա որ սովիչկանա։ Դելա վերցիս տանքամ։ Մեկ ուսա եկել։ Էս սիրուն է։ Ինչ համակագրած, ինքն համակագրել է, թե էլի դու։ 1 տարեկան։ 1 տարեկան։ Հա, էդ էլ ինքն համակագրել։ Հա մամայի երկար մազերը։ Ինչպիսի բացահայտումներ, ինչպիսի լավ հիշողություններ։ Այս առաջ անգամ որ սկսել ես քայլել։
Ես էլ եմ այդտեղ գնում նայում։ Դենց բնազդորեն կա, չէ, որ բնազդորեն անընդհատ նայում ենք տվյալ բանը։ Էլի իմ տատիկի նկարներից։ Հեք տատիկս ինչ երկար մազեր ա ունեցել։ Երիտասարդ տարիների նորահարսիկի նկարա։ Շատ հին նկարա, հա։ Տատիկս ասում էր աղջկա մազերը պիտի երկար լինի։ Այո, Տենց երկարացնում եմ։ մազնա գեղեցկացնում աղջկան, կնոջը։ Այս իմ սիրած նկարներից է։ Հարգելի Սաթեն։ Բայց իմ ասենցիոն չի գալիս, մամա։ Գալիս է մի թեթև։ Կոֆեն մոռացանք։ Հուշերի մեջ ընկանք։ Բակարդիոնիստ մաման։ Էս Պասես ցույց տամ։ Ես փոքր ժամանակ սիրում էի երգել եւ ված չէր ստացվում։ երկչուհի։ Բայց երգչուհի Էս լինեի։ դու ես թե Սաթենը։ Պասես ցույց տամ։ Ստեղ մենք վայրի մորի ենք հավաքել։ Դաշտի մորի։ Այդ որ ծեղի վրա անց են կացնում։ Բարթևորի Լավ, կրակը։ ես Սաթենից փոխհատուցում կպահանջեմ իր նկարները ցույց տալու համար։ Բայց քան իմ ալբոմում իր նկարները դրած, դու ինչ-որ տեղափոխություն ես այլ, սա իմ մենաշնորհային ալբոմն էր։ Ես մանկապարտեզում Գիտես, մամաների բնավորությունը։ ալպիական մանուշակը, այս սպիտակ շորովին ես։ Բարթևորի կրակը։ Ստեղ էլ են մազերից երկար։ Հա։ Ես Սաթենը, Վարդևորի կրակը։ Պաստորեն Սաթենի նկարները ցույց տալով այդտեղ խորը իմաստ կար, էլի սենց նպատակ փոքր։ Լուրջ եմ էլի աղբորս գրկում։ 100 տարվա նկար, հա։ Համարյա։ Տենց ենք ասում, չէ։ Ստեղ չգիտեմ ինչի, ինձ համ շալվար են հագցրել, համ շորիկ են հագցրել։ Համ էլ ցիլո դրել։ Ու կարմիր կոշիկն է։ Ուրեմն շալվարս կապույտ գույն է։ Շորը սենց կապտավուն ինչ որ երանգ ունի, ծաղիկներն են կապույտ, կամ ինքն ընդհանուր սպիտակ է։ Կոշիկներս կարմիր են, ցիլո սպիտակ։ Որ չմրսի սարում իմ բալեն։ Սարի ցուրտը, շոկը շոկ։ Այս իմ սիրած նկարն է։ Գեղարվեստական։ Քանի հատ ստորագրություն կա հետևը։ Նախ ինձ համար լիքը կապույտ շորեր են առած եղել, մտածելով որ ես տղա եմ, բայց ես բազմիցս հարցրել եմ, դժգոհ չեն ինձանից։ Այս թողենք Սաթենը գացից տա։ Այս Սաթենը կտա։ Ես էլ թող Սաթենը գացից տա։ Մամայավարի նկարներ եմ ավելացրել։ Իմ ու Սաթենի դպրոցական կյանքը։ Այս նկարներն էլ են սիրում։ Միշտ մեր դպրոց գնալու ծաղկի փնջերը Սաթեններ սարքում, իր մոտ դա հիանալի ստացվում էր։ Դե որովհետև ինքը դիզայն էլ է սովորել։ Ոչ միայն վարսավիրական է սովորել, այլև դիզայն է սովորել։ Այդ սիրուն չի, գեշ եք։ Իո, սիրուն է։ Չէ, սիրուն չի։ Սիրուն է։ Ես մեկ էլ մեր ես նկարն եմ սիրում։ Մամայի մազերը երկար։ Էլ եմ երկարացնելու։ Հա։ Ես իմ տեղում եմ։ Ես նկարվել եմ Ավետ Բարսեղյանի հետ։ Կռունկ փառատոն էր կոչվում։ Շատ Հա, բայց ստեղ էլ էլի։ Ինչի եմ ես հագել կարմիր ռետուս, ռոզվի շորիկ, բայց ռետուսս համադրել եմ աբադոկիս հետ։ Դե որովհետև արդեն աշնան պահերներ, համ ցուրտ, համ տաք։ Մամաներն էլ ինչ են սովոր, որ տաք հագցնեն հնարավորինս։ Ես ու պապիկս։ Այդ ծննդյան օրի նկարա, չէ՞։ Հա, Տորթը, այո։ մամայի թխած տորթը։ Իմ բոլոր ծնունդներին տատիկն ու պապիկը իրանք գյուղի կենտրոնում էին ապրում։ Ձյուն լիներ, ցուրտ լիներ, ինչ լիներ, իմ ծննդը հունվարի 9-ը։
Իրանք միշտ ոտքով էին գալիս ու չէին թողնում են գնանք իրենց բերենք, իրանք ուզում էին տենց հետո քայլելով գան։ Տորթի հետ։ Վակստիկները Առաջ մուկիկներով։ ուկիկներով հա։ Առաջ շատ էի տորթեր թխում, շատ։ Այդ օրը թխում էի, հաջորդ օրը չկար։ Դեռ լացում եմ։ Այդպես, ինչպիսի հուշեր արթնացրեց Տաթևը մեզ։ Բանակից արձակուրդեր եկել։ Տատիկի տուն էինք գնացել։ Այս առիթով դուք էլ բացեք ձեր ալբոմները, սիրելի հետևորդներ ջան, թերթեք։ Մեր նման հուշերի գիրքն ընկեք։ Այս էլ բանակում Այդտեղ առաջ դասարան էս, չէ՞, որ գնացինք կամ երկրորդ։ Ղարաբաղ, Արցախ, Մարտունի 3-րդ։ Այդպես։ Նայք ունեմ արցախցի հետևորդներ, սիրելի հետևորդներ ջան։ Հատուկ իրենց համար ասեմ, որ տղաս ծառայել է Արցախում, 2 տարի ծառայությունը Արցախում է անցկացրել, իր զինվորական պարտքը այնտեղ է կատարել, ինչպես որ շատ մեր հայ տղաներ։ Մարտունի 3-րդ գումարտակում է ծառայել։ Ես էլ ասիրում։ Ստեղ էլ մաման է նկարել, դու էլ վատ չես նկարում։ Բայց պապան ավելի լավ էր նկարել։ Էլմի։ Այս նկարը եմ շատ սիրում, չաստում։ Զինվորական չաստում, այդպես։ Այն այստեղ լավ համադրել եմ։ Կանաչ գույն եմ հագել։ Ասեցինք, թե գնում ենք զինվորական միջավայր, կանաչ եմ հագցրել։ Հա, վերջ։ Դա Ապրես, Տաթև ջան։ այսպիսի նկարներն ու ալբոմները ինձ թվում է ավելի լավ են։ Ես օրինակ որոշել եմ, ինչպես արդեն ասացի, իմ նկարների մի մասը այդպես պահեմ։ Նախ այսպես շոշափելի է դառնում, հետո ամեն դեպքում դեռ մի քիչ ես էլ այն սերնդից եմ, որ այդ թղթի նկարներով եմ նայել մերոնց նկարները, չգիտեմ, իմ նկարները այդքան ունեմ հավաքած, ինձ թվում է լավ տարբերակ է հիշողությունները պահելու ու ամեն անգամ այդ նկարները, որ նայում եմ, նախ չեմ կշտանում, ինչքան էլ նայում եմ ու հետո հիանալի զգացողություններ են փոխանցվում։ Դա այդպես է, կա հենց բան։ Ու բոլորիս մոտ գրեթե, ովքեր հատկապես այդ սերնդին են պատկանում։ Բայց ոնց որ քամի սկսվեց, գնանք տուն։ Լեռնաշղթայի քամին։ Ուրեմն որ վլոգ եմ անում, չէ, այդ պահի տակ նենց մուսա է գալի, նենց ուղեղից, խորքերից նենց բառապաշարս թարմանում է, ու արդեն այստեղ որոշել եմ անվանել Լեռնաշղթա։ Իմ գյուղի Լեռնաշղթան։ Բայց սիրուն է։ Օրինակ Ժելետորտ չենք փորձում։ Ես հասցրել եմ։ Հա, դու հասցրել ես։ Երևանում օրինակ աշնանշունչը հետևորդներ ջան, իմ ժելետորտիկ իներսը։ Հիշում եք, չէ, որ անցած վլոգում ասեցի գիշերով սկսել եմ պատրաստել ու հիմա Տաթևիս հետ կվայելեմ։ Բայց արի ներս գնանք, որ Հա, կարելի է կամաց հավաքվել, այստեղ մեր սուրճը մի փոքր էլ կադրից դուրս կշարունակենք ու արդեն կհավաքվենք, հետո իմ կիսատ գործը կշարունակեմ, որ այս իրուն ծաղիկները սկսել էի մշակել, ահա, խորքերից կհանեմ, կթարմացնեմ ու կամաց տուն կհավաքեմ։ Տաթև քո մեջքի հետևում գտնվում է իմ հրաշալի Բեգոնյան, թագուհին։ Այս կողմարի մի հատ էլ մեր հետևորդները հիանան, մեր Բեգոնիայով։ Սիրելի հետևորդներ ջան, դե կհանդիպենք, շնորհակալ եմ ձեր սիրո ու ջերմության համար, մաման պատմել է, որ իմ վլոգից հետո շատ ակտիվություն եք ցույց տվել, անհամար դրական սիրուն մեկնաբանություններ եք թողել, շնորհակալ եմ, ձեզ լավ օր։